պետք է նախանձախնդիր լինենք Տիրոջ գործի մեջ, պետք է օրհնություն ունենանք Տիրոջ գործի մեջ։ Նայեք Ավրահամը, գրած է Ավրահամի օրհնությունը կտամ ձեզ, չէ՞։ Ավրահամը շատ օրհնված էր, շատ օրհնված էր ինքը։ Ամեն ինչ իր մոտ ստացվում էր, ամեն ինչ։ Ամենակարևոր բաներից մեկը, լավ ասեմ, ամենակարևոր բանը Ավրահամը ինչով էր զբաղված, հիշում եք, ողջույն եղբայրս։ Ամենաշատը ինքը ինչ էր անում, որ այդքան օրհնվում էր, հիշում եք Ավրահամը ինչ էր անում։ Այո, ինքը հավատքի հայրն է, բայց ինքը ուր գնում էր, Տիրոջը զոհասեղան էր դնում։ Ուր իր ոտքը դնում էր, ինքը զոհ էր անում Տիրոջը, զոհասեղան էր դնում։ Գիտեք զոհասեղանը ինչ է։ Զոհասեղանը այն վայրն է, որտեղ երկինքն ու երկիրը կապնվում է իրար հետ։ Որտեղ զոհ է եղել Տիրոջը մատուցված, հիմա էլ է տենց, այնտեղ կրակը երկնքից գալիս է։ Աստծու կրակը երկնքից գալիս է, ու էդի այն կրակն է, որ իշխանություն է տալիս, իշխանություն է տալիս։ Ավրամը հասկանում էր այդ բաները։ Դրա համար ինքը որտեղ որ գնում էր, եվրե, չէ, առաջի հրեան էր ինքը։ Հրեա այդ նշանակում է, եթե բառացիորեն հասկանալ արմատապես ինչ է հրեան, ինքը մշտական ապրելու տեղ չունի, ինքը ստեղ է, անդեղ է, իր պալատքեն ստեղ էր խփում, հետո վերցում գնում էր ընդ, հետո Աստված ասում էր գնա, ուր ինքը գնում էր, ինքը զոհասեղան էր մատուցում Տիրոջը, որպեսզի կապեր երկինքն ու երկիրը։ Գիտես քո կյանքում, երբ որ դու ինքդ զոհասեղան ես Տիրոջը մատուցում, դու դա կարաս անես քո տան մեջ, քո եկեղեցու մեջ, որտեղ որ դու լինես, քո կյանքը եթե դու զոհել ես Տիրոջը, դա արդեն կապնված է երկինքն ու երկիրը։ Աստծու, որ քեզ կպնեն, Աստծու բիբին են, Աստծու աչքին կկպնեն։ Դու արդեն Աստծու աչքի առաջ ես ամենուրեք։ Փառք Տիրոջը, գիտեք, այսօր Աստված սրտից դրել է խոսամ ներելուց, ներել։ Գիտեք, ներելը դա անբաժան մասն է մեր։ Ես գիտեմ, որ դա դժվար բան է, հեշտ բան չի։ Դա ամենադժվար բաներից մեկն է մեր կյանքի, որ մենք պետք է անցնենք։ Ու գիտեք, Աստված սովորացնում է մեզ ներել, որովհետև մեզ այնքան շատ են նեղացրել, այնքան նեղանալու պատճառներ ունենք մենք այս եւ այն մարդկանցից եւ սիտուացիաներից մեր կյանքի, բայց Տերը մեզի սովորացնում է ու փառք իրա։ Գիտեք, դա հոգևոր պրինցիպ է։ Այո, մենք փրկված ենք, այո, մենք ունենք Աստծո շնորհով, մենք փրկված ենք։ Աստծո հոգին մեր մեջ խոսում է, որ մենք դատապարտված չենք, էլ դատապարտություն չկա մեր մեջ, ազատված ենք։ Հիշում եք անցած քարոզին ասում էի, որ Հիսուսը զինաթափեց սատանային խաչի վրա, երբ որ նա քո համար մահացավ, դա նշանակում է սատանայի զենքը ինքը խլեց քո կյանքի վրայից։ Սատանայի ամենահզոր զենքերն է, որ քեզ ինքը միշտ դատապարտում էր քո սխալների համար, քո մեղքերի համար, դու ես արել, այն ես արել, ու դե դատապարտությունը միշտ քո մեջ գնում է, բայց Հիսուսը այդին զինաթափել է սատանային, նա էլ իրավունք չունի քո վրա։ Մենք պետք է սովորենք Հիսուսին նմանվել։ Մատթեոս 18-րդ գլուխ 32-33 խոսքեր ես կկարդամ։ Այն ժամանակ Տերը նրան կանչեց եւ ասեց. «Չար ծառա, ես քեզ ողջ պարտքը ներեցի, որովհետև աղաչեցիր ինձ։ Միթե դու էլ չպետք է գթաս քո ընկերոջ վրա, ինչպես ես գթացի քեզ»։ Նայեք, մինչև այս պատմությունը երևի թե լսել եք, կամ եթե չեք լսել, կարճ անդրադառնամ, որ կար մի մարդ, որը Տիրոջը շատ մեծ գումար էր պարտք, շատ մեծ։ Գրած է 10,000 տալանտ, հա, ոնց է հայերեն, ես չգիտեմ այդ բառը, ոնց։ Հա, տաղանդ, որը այսօր հաշվարկվում է մոտավորապես, ես հաշվել եմ, միլիարդներ էր անում, գիտեք, ես հաշվեցի մոտավորապես միջին ապրող մարդու աշխատավարձով, լավ, միջինն է վերցրել, ոչ աղքատ, ոչ հարուստ, հա, միջին մարդը, իրան պետք է մոտավորապես ապրի 500 տարի, որ այդ փողը ինքը կարողանա հետ գցի ու վճարի այդ պարտքը, բայց դա հնարավոր չի։ Այսինքն դա այն գումարն է, որ մենք պարտք ենք Աստծուն, որ մենք երբեք չենք կարող վճարել, որովհետև մեր կյանքը 60, 80, 100, 120, հա, մաքսիմում այսօր մարդիկ որ ապրում են։
120 տարի։ Կա 120 տարվա մարդ։ Կարող լինի։ Այսինքն դա հնարավոր չի ներել։ Դա հնարավոր չի, որ մարդը կարողանա վճարի։ Դա մեր մեղքն է, որ մենք ոչ մի ձև չենք կարող մեր մեղքը վճարենք Աստծուն։ Ասենք, ես արեցի այսինչ բաները, վճարեցի, որովհետև երբ որ ես մեղք եմ գործում, ես պարտք եմ Տիրոջը մնում։ Դա պարտք եմ մնում, որովհետև նա ինձ ստեղծել է, որ ես սուրբ ապրեմ։ Ամեն։ Նայեք, հիմա Տերը մեկին կանչում է, այս մեկն էլ ընկնում է Տիրոջ ոտքերը, ասում է ների ինձ։ Ների, ասում է կտամ, բայց Տերը գիտի որ դուս պետք է տաս, չէ՞։ Մեկ լինում է, չէ՞, դուք ինչ որ մեկը ձեզի պարտք է, իմ կյանքում շատ է եղել, որ ասել է համբերի կտամ, բան ասել եմ լավ։ Էլ ձեն չեմ հանել, տենց մոռացել եմ, ասել եմ պետք չի։ Կամ զանգել եմ, իր գունը քունս չի տարել, մեկը մի անգամ շատ մեծ գումար էր ինձ պարկ, եղբայրներից մեկը ավտո էր առել։ Ես էլ ու շատ վատ վիճակի մեջ էր, այսինքն ես այդ ավտոն տվել էի իրան, ինքը ասեց ես քեզ գումար կտամ, բայց այնքան վատ վիճակի մեջ էր, ես էլ պարկում էի քնել, քունս չէր տանում։ Ասում էի, ես հիմա պարկել եմ, որ հանգիստ գլուխս դնեմ բարձին քնեմ, բայց այն եղբայրը, որ ինքը շատ պարտքերի մեջ է, պլյուս իմ պարտքն էլ, որ հələ մի հատ էլ ինձ ապարտ, էդ էլ վրադիր մի հատ էլ իր վրա է, ոնց կարամ ես քնեմ, որ չեմ ներել իմ աղբորը։ Եկեղեցու մարդ է։ Գիտեք, ես գիշերը չէի կանգնել, զանգեցի իրան, զանգեցի, ասեց, այն մեքենան, որ քեզ ծախել եմ, ես քեզ նվիրում եմ, փող պետք չի ինձ։ Ու ես դրանից հետո հանգիստ քնեցի։ Դեք ներելը, ամեն ինչում դու կարաս ներել։ Ներելը էդի Տիրոջ բնավորությունն է։ Էդի Տիրոջ բնավորությունը, մենք պետքա սովորենք դա անել։ Եթե մենք չներենք, չկարողանանք ներենք, Տերն է մեզ չի ների։ Որովհետև եթե դու չես ներում, դու Տիրոջ մեջ չես։ Դա հասարակ պրինցիպ է։ Եթե մարդը կանչվեց եկավ Տիրոջ մեջ ու ապրում է փառքի մեջ Տիրոջ, կանչվածության մեջ, անցած անգամ ես քարոզում եի, որ այն մեկից մեր սկիզբը սկսեց, Հիսուսը մեր սկիզբը դառավ, Հիսուսը դառավ մեր ալֆան ու օմեգան, մենք իրա մեջ ենք մտած արդեն, մենք Ադամից չենք, բայց մենք ծնվել ենք Քրիստոսից ու Քրիստոսի մեջ ենք ապրում, գիտես, եթե անգամ Քրիստոսի մեջ ապրողը մարմնավոր ապրի, չկարողանա ների, նա կարա ընկնի Քրիստոսի մեջից եւ գնա էլի հաշվարկվի Ադամի հետևորդ դառնա։ Եվ դա վտանգավոր է ու դա տենց էլ տեղի է ունենում, որովհետև պարզ ասված է, եթե չներես, չես կարա ներվես։ Երկու ճշմարտություն կա։ Առաջինը այն է, որ երկրի վրա բոլոր մարդիկ Աստծուն պարտք են եւ մարդն ունի մեծ պարտք Աստծուն։ Բոլոր մարդիկ Աստծուն պարտք են, բոլորը։ Եվ դրանից չես կարա փախնես։ Ոչ մեկ չի կարող ասի ես Աստծուն պարտք չեմ։ Բոլորս մեղանչել ենք Աստծու դեմը։ Դա նշանակում է մենք պարտք ենք։ Երկրորդն էլ այն է, որ բոլոր մարդիկ պարտք ունեն միմյանց։ Մենք իրար էլ պարտապան դառանք։ Ինչի համար։ Որովհետև ինչ որ մեկը պտուղը կերավ, չարի ու բարու հասկանալու։ Եթե չուտեր պարտք չենք լինի մեկս մյուսին, մենակ սիրով պարտք կլիներ մեզ, չէ՞։ Բայց քանի որ կերել է, մենք դառնում ենք պարտապան մեկս մյուսից, որովհետև մեկը մյուսին նեղացնում է այս աշխարհում։ Մեկը թարս կնայե, մեկը մի քիչ թթու կծու բաներ կխոսա, մեկը հետևից կխոսա ու դու կլսես քո հետևից ինչ խոսացին։ Դավիթը Սաղմոսներում ասում է գրածա, որ երբ որ քո ընկերը քո մոտ ջան ջիգարով կխոսա, բայց հետևիցդ մի ուրիշի հետ կսկսի խոսալ, ավելավա ականջդ փագի մի լսի։ Որովհետև դա տենց է, մարդիկ քո մոտ ջանջիգար կանեն, բայց հետևիցդ մի ուրիշ բան կխոսան։ Ավելավա ականջդ փագի մի լսի էդի։ Որովհետև որ լսես պետքա նեղանաս, հետո էլ պետքա այնքան ուժ ունենաս, որ ներես այդ մարդուն։ Բայց դժվար է։ Տիրոջ հետ ամեն ինչ հեշտ է, գիտեք։ Մարդը, եթե դու ապրես շնչավոր մակարդակի վրա, քեզ շատ դժվար կլինի, որտեղ շնչավոր մակարդակը դա քո լոգիկան է, դու քո լոգիկայով գցում բռնում ես, ասում ես, սկսում ես ճիշտ ու սխալ անես, էսի ճիշտ է, էսի սխալ է, էսի լավ է, էսի վատ է, հասկանում եք, այդտեղ աշխատում է այդ ադամական պտուղը, այն Ադամը որ կերավ, ճիշտ ու սխալը, չարն ու բարին հասկանալը, ու դու սկսում ես անալիզ անես, որն է լավ, որն է վատ, որն է ճիշտ, որն է սխալ, ու դու դառնում ես դատավոր, ու գնում է դատապարտությունը։ Բայց Աստծո բնությունը մեզ փոխում է։
քույրեր եղբայրներ, Աստծո բնությունը, գիտեք Հիսուսի նպատակը որն է։ Հիսուսի նպատակը այն է, որ քեզ վերադարձնի էլի ի սկզբանե ոնց եղել է, ոնց սկզբից է եղել։ Որ Հիսուսի հետ խոսում էին, ասում էին, բա ոնց է սենց է, բա ոնց է կարելի է բաժանվել, բա ոնց է կարելի է եւ այլ բաներ են խոսում։ Հիսուս ասում է, սկզբում տենց չի եղել, ամենասկզբում, այսինքն Աստծո նպատակը քեզ տանի ամենասկիզբ, մինչև մեղանչելը մարդու, մինչև որ մարդ մեղ գործեր, դա կատարելություն էր, բայց ես ձեզ գիտես ինչ կասեմ, Աստված էլ ավելի բարձր որակով է մեզի ստեղծում հետ տանելով սկիզբ, որտեղ մեր սկիզբը Հիսուսն է, հիշում եք, Հիսուսը Ադամից առաջ էր, ու ինքը դառավ այն մեկը, որից մենք սկսեցինք շարունակություն ունենալ, այն սկիզբը, որը որ հոգևոր սկիզբն է, Ադամը շնչավոր մակարդակի վրա, Ադամը շունչն էր մարդու, բայց Քրիստոսը հոգին է, Քրիստոսը հոգին, դավար մենք պետք է լինենք հոգևոր մարդիկ, հայերենում այնքան լավ է, որ ասում են մի հոգի, երկու հոգի, ռուսներին, որ ասում եմ, այդ թարգմանությունը զարմանում են, ասում են, ինչ հիանալի է, ոնց էլ պարզ դուք խոսում եք, հոգի, չէ, դուխ, այո, մենք հոգի ենք, մենք հոգևոր էակներ ենք, մենք պետք է կենտրոնանանք մեր հոգևոր մասի վրա, ոչ թե շնչավորի վրա, այլ հոգևորի վրա, որովհետև շնչավորը առանց հոգևորի ընկած է, շնչավորը առանց հոգևորի ինքը չի կարա ների, ինքը չի հասկանա խի ների, ինչի համար, ինձ նեղացրել են, փաստ ինձ նեղացրել են, ոնց կարամ ես ներեմ, գիտեք ներելը ինչա, ներելը չի նշանակում արդուն արդարացնել, մարդու սխալը, մարդու մեղքը իմ հանդեպ ես չեմ արդարացնում, ես ասում եմ մեղքին մեղք, չարին չար, բարին բարի, ես չեմ արդարացնում, բայց պարտական եմ ներեմ, գիտեք Հիսուսին, որ ծեծում էին, մեղում էին, ինքը չէր արդարացնում դա, չէր ասում լավ եք անում, տենց էլ արեք, չէ, ինքը ասում էր հայր կներիր իրանք չեն հասկանում ինչ են անում, այո վատ բան են անում, դրա համար ինքը ասում էր հայր ներիր իրանք չեն հասկանում ինչ են անում, Հիսուսը մի անգամից ներում էր, գիտեք կան, ես լսել եմ, որ մի հատ հովիվ երկու ընտանիք ուներ եկեղեցում, ասում էր մի ընտանիքը ծառայող ընտանիք էր, միշտ ծառայությունների մեջ էր եկեղեցում ծառայում էր, մյուս ընտանիքը ընդհանրապես չէր ծառայում, ուղղակի գալիս են եկեղեցի, կիրակի օրերը գնում են, բայց այդ մյուս ընտանիքը որ չէին ծառայում, ավելի շատ օրհնված էին, քան այս ընտանիքը որ ծառայում էր եկեղեցում։ Ու իրանց մոտ հարց էր առաջանում, դե հովիվները ընդհանրապես ճանաչում են, էլի ամեն մեկին ավելի լավ են ճանաչում, քան թե մարդիկ իրար, որտեվ ամեն մեկի հետ առանձնական հաղորդակցվում են եւ այլ եւ այլ։ Եվ այդ հովիվը սկսեց մտածել, ի՞նչն է պատճառը, որ այս մարդիկ ծառայող են, բայց չունեն տենց օրհնություն, ոնց որ այն մյուս մարդիկ։ Դες ինքը մտածեց, պատճառը գտավ, ասում է, այս մարդիկ, որ ուղղակի եկող գնացող են, չէ՞, ասում է, ես իրանք ճանաչում եմ, իրանք շատ շուտ ապաշխարում են, եթե մի հատ սխալ բան են անում, շատ շուտ ապաշխարում են, ու միշտ կարում են շուտ ներել մարդկանց։ Ինչ լինում է, իրանք նեղանալ չունեն, իրանք չեն նեղանում, իրանք կարում են շուտ մարդկանց ներել, ու ասում է, այդ այն պտուղն է, որ օրհնություն է բերում իրանց կյանքում։ Կարևոր չի, դու կարաս Աստծուն ծառայես, սարեր շուռ տաս։ Գիտեք, Աստվածաշնչում գրած է, բայց եթե սեր չունենաս, ոնց է, չգիտեմ, հայերեն այդ բառը ոնց է։ Ոնց։ Ձայն հանող զնգան։ Հա։ Մեծվինյաշ է ռուսերեն։ Ահա, այսինքն դատարկ բան, դու կարաս շատ ծառայես, բայց գիտեք, Աստված, Աստծո պատգամը մեզ, որ մենք սովորենք նմանվել Հիսուս Քրիստոսին։ Մենք չենք գալիս եկեղեցի, որպեսզի դառնանք մի փոքր լավը, հա, այնտեղ ծխում էի լավ ծխելս թարգեմ կամ խմում էի, սկսեմ քիչ խմել։ Մեկ-մեկ ուրախանում են, չէ, ասում ենք, այնիշ լավ է, այնի ծխում էր, հիմա ծխելը թարգ լավ, всё, հաղթանակ, ինչ լավ է, բայց այդ չի տիրոջ կամքը։ Ծխելը չի հարցը, խմելը չի հարցը։ Հարցը գիտեք որն է, հարցը որ ավելի խորն է։ Հա, այդ դրանք սա ստից բաներ են, դրանք սենց թե նենց ընկնելու են։ Հարցը այն է, որ Աստված ուզում է քեզ սարքի իր նման։ Աստված քեզ կանչել է իր հետևից, մենք պետքա դառնանք ում նման Հիսուս Քրիստոսի նման։
Մենք պետք է կարողանանք ներենք, ոնց որ Հիսուս Քրիստոսն է ներում։ Մենք պետք է կարողանանք խոսանք ուղիղ, ոնց որ Հիսուս Քրիստոսն է խոսում։ Մենք պետք է կարողանանք հավատանք, ոնց որ Քրիստոսն է հավատում։ Ամեն։ Մենք այդ հավատքը պետք է ունենանք։ Իր հավատքը շատ ուժեղ էր Հիսուսի։ Ինքը ասում էր, անգամ իմ հավատքի հետ ինքը նկատի ուներ։ Այն փոքր ասում է, մանանեխի հատիկի չափ հավատքն էլ որ ունենաք, սարեր շուռ կտակ։ Հենց այդ սարերի մասին էր ինքը խոսում։ Կարող է քո դեմ մի հատ սար լինի, խնդիր, բայց երբ որ դու ներում ես, հաղթանակ է գալիս քո կյանք, որովհետև դու էդի հավատքով ես անում, որովհետև դու էդի անում ես, որովհետև քո Տերն է տենց անում, Հիսուսն է տենց անում։ Գիտեք Հիսուսը ոնց էր ապրում, իր գործերը, իր ընտրությունները, ինքը միշտ հորն էր նայում։ Ասում էր, ես նայում եմ հորը, ինչ հայրը անում, ես էլ եմ անում։ Ես ասում եմ իրանից եմ սովորում։ Ասում եմ, խի ես շաբաթ օրը ինչ որ բաներ անում, գործեր անում։ Ասում եմ, լավ եմ անում։ Հայրը անում, ես էլ եմ անում, բա ունեք ասելու։ Տենց էլ մենք պետք է Հիսուսին հետևենք։ Տենակ ինքը ոնց է անում։ Մենք է շատ ավետարանները բացեք կարդացեք, ամբողջ մարգարեությունները Հիսուսի մասին է գրել։ Հիսուսը այս Աստվածաշնչի բանալին է։ Եթե ուզում ես հասկանաս Աստվածաշունչը, ամեն գլուխը թե ինչ է ինքը ուզածում ասի, Հիսուսին որոնի։ Հենց Հիսուսին գտնես ամեն գլխի մեջ։ Ամեն Աստվածաշունչ գլխի մեջ հենց Հիսուսին գտնում ես, բացվում է պատկերը։ Բացվում է ճշմարտության պատկերը։ Եվ այդ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսն է, Փառք Հիսուսին։ Շատերը կարծում են, որ մարդկանց անօրենությունները ներել է դի թուլությունը։ Աշխարհում տենց է, գիտեք, աշխարհի կարծիքը, աշխարհի ձևը, դա ուրիշ ձև է։ Որ մեկին ներես, դա թուլություն, դու թուլամորթ մարդ ես, ներեցի։ Քեզի վատ բան արեցին, դու էլ չկարողացար ճիշտ պատասխանը տաս, ներեցիր այդ մարդուն։ Բայց հակառակն է, գիտեք, հոգևոր կյանքում, հոգևոր դաշտում դա լրիվ հակառակ պատկեր ունի։ Ներելը դա ուժ է։ Ներելը դա զորություն է։ Չներելը դա թուլություն է։ Այսօր այն ով որ չի ներում, ասես բարձանում են նրանց վրա, ում վրա որ կարում են բարձրանան, չեն ներում, հələ մի հատ է հելնում են վրեքները, գիտես, այդտենց բարձրանում, այդ գոռոզությունն է բարձրանում, բայց երբ որ Տերը գա, այսինքն գրած այսինքն շրջելու է ամեն ինչ։ Երբ որ Տերը կա, լրիվ ուրիշ պատկեր է ասենց այս աշխարհը երևալով։ Այս աշխարհի պատկերը այսինքն շրջվելու է։ Այն ով որ խեղճացած էր, այն ում վրա որ հելել էին, այն ում որ չէին ներել, այն խեղճ մասան, գիտեք, այսինքն սփռալու է պատկերը։ Այն ով որ այն բարձունքներում էր, այսինքն իջնելու է ներքև, աշխարհի բարձունքներով, որովհետև դա զզվելի է Աստծո համար։ Գրած է, որ այդ աշխարհի այդ գոռոզությունը, այդ պարծանքը, հպարտությունը Աստծուն զզվելի է, որովհետև երբ որ Տերը գա, այսինքն շրջելու է, սա գլխի վերև, այսինքն շրջվելու է։ Կյանքում մի եղի տենց։ Կյանքում եղի Հիսուսի նման։ Գիտեք, Հիսուսը ոչ տեսք ուներ, մարգարեն գրում է, ոչ տեսք ունի, ոչ ինչ որ զորության ինչ որ շնորհք ունի, հա որ ասես տենայինք, հավատայինք։ Մարդիկ Հիսուսին խաչել էին, մեկը ասում է, «Էսով է, էս ինչ են արել»։ Այնտեղ մեծ խոսում էր Հիսուս, բա հիմա էլ քեզի չասրու խաչից։ Ինչի համար Հիսուսը խաչվեց։ Ինչի համար Հիսուսը խաչվեց, գիտեք, որ Աստված մեզ ների։ Որովհետև Աստված երբեք աչք չի փակի մեղքի վրա։ Մեղքը արժանա մահին։ Մեղքը դատապարտվում է միայն մահով։ Դրա համար Հիսուսը մահացավ խաչի վրա, որ մենք ունենանք ներում Աստծո կողմից։ Գիտես, երբ որ մենք հոգևոր աչքերով ենք նայում այս պատկերին, մենք հասկանում ենք, դա զորությունն է, ոչ թե աշխարհը, որ ասում է, «Էսով է», այլ մենք ասում ենք, «Սա մեր Աստվածն է, որը սիրեց մեզի, որը տվեց իր կյանքը մեր համար»։ Աստված ունի որոշակի նպատակ այս աշխարհում մեզ դարձնելու նոր արարած, իր որդու Հիսուս Քրիստոսի նմանությամբ։ Դա Աստծո նպատակն է մեր բոլորիս կյանքում։ Ինչի եմ ես եկեղեցի գալի։ Խենք մենք հավատում, որպեսզի Աստծո նպատակը իրականանա։ Առաջին պատճառը, որ ես գալիս եմ եկեղեցի, ճիշտ է, դա Քրիստոսն է, բայց առաջի բանը, որ ես ուզում եմ իմ մեջ փոխվի, ոչ թե ծառայությունն է, ծառայությունը կծառայենք, բոլորս կծառայենք, Աստված ասելու է ծառայելու ենք, որ Աստված սրտիդ մեջ դրեց, որ պետք է ծառայես, ծառայելու ես, էլ չես ասելու հա կամ չէ, ուզում եմ, չեմ ուզում,
Աստված երեխեն ես Աստծո։ Աստծո երեխեն ես, ինքը իր երեխեքի հետ ոնց ուզում տենց է վարվում, տենց չի, ամեն։ Եթե ինքը դրեց քո սրտի մեջ, որ դու ցանկանաս ու էդի գործես, դու անպայման էդի անել ես, դու չես կարող էդի չանես։ Բայց առաջի իմ նպատակը, իմ քայլը, որ ես գալիս եմ եկեղեցի, որպեսզի Աստծո նպատակը իրականանա իմ կյանքում։ Առաջինը ես ուզում եմ փոխվել։ Ես ուզում եմ ավելի շատ փոխվեմ ու նմանվեմ Քրիստոսին։ Դա իմ ցանկությունը։ Դրա համար գտնվելով եկեղեցում, գտնվելով շփման մեջ, գտնվելով քույր եղբայրների շրջանում, որտեղ Քրիստոսը ներկա է, մենք փոխվում ենք։ Դրանցը դուք կերպարանա փոխվում եք, փառքից փառք։ Դա է նպատակը։ Ոչ թե մենակ եկեղեցի գալ, գնալ կամ մոմ վառել, չվառել, կներեք էլի անդրադառնում եմ այն մոմ վառել, չվառելու, դա չի նպատակը, կրոնը չի նպատակը։ Ինչ ես վերջերս մի հատ մուսուլման ասում է, ամենաճիշտ կրոնը մերն է, ասում է, ինչ ես քարոզում։ Ասում եմ ճիշտ ես ասում։ Ձերը լավ էլ կրոն է։ Ասում եմ, իսկ մերը կրոն չի ընդհանրապես։ Մերը հավատք է, կենթանի հավատք է Հիսուս Քրիստոսին, կենթանի Աստծուն։ Ձերը կրոն է, ճիշտ ես ասում, ձերը շատ ուժեղ կրոն է։ Բայց մենք հավատում ենք կենթանի Աստծուն։ Գիտեք, մերը կրոն չի, մերը հավատք է, մերը կյանք է, մերը հաղորդակցություն է կենթանի Աստծու հետ, մերը կյանք է, որովհետև Հիսուսը կյանք է, մերը ճանապարհը, որ մենք գնում ենք, մերը ճշմարտությունը, եւ չի կարող լինի երկու ճշմարտություն, կամ մենակ մեկ ճշմարտություն, եւ դա Հիսուս Քրիստոսն է, Փառք Հիսուսին։ Ներելը դա հաղթանակ է։ Երբ որ դու ներում ես, դու զգում ես, որ փոխվում է կյանքումդ մի բան։ Երբ որ դու չես ներում, ինչ-որ sense ծանր բան է, sense հոգիդ ինչ-որ sense ծանրանում է, sense ոնց որ ծանր քար տանես քո հետ, որովհետև դժվար է կամ վզից ինչ-որ sense մեշոկես դերը տանում ես, չես կարող ներել, չես կարող ներել։ Շատ հեշտ է նեղանալը։ Գիտեք, նեղանալը շատ հեշտ է։ Սատանան քեզ կարա մի վարքյանում մի հատ անենց բան անի քո կյանքում, անենց մի հատ սիտուացիա ստեղծի, ինքը լավ գիտի, ինքը շատ խորամանկ է Սատանան։ Շատ խորամանկ։ Ինքը կարա քո կյանքում անենց մի հատ սիտուացիա ստեղծի, որ դու սենց նեղանաս ու սենց օրերով այսպես նեղացած մնաս։ Գիտեք, այդ նեղացկոտությունը ինքը կարա հիվանդություն բերի, անգամ ֆիզիկական մակարդակի վրա մարդու կարա գա հիվանդություններ, երբ որ դու նեղացած ես միշտ մնում ու նեղացած քայլում ես։ Դա շատ վտանգավոր է։ Դա համար Աստծո խոսքը ասում է, արևը թող մայր չմտնի քո նեղացկոտության մեջ։ Դու պետքա մինչև արևը մայր մտնի, դու պետքա ապաշխարես։ Դու պետքա ազատվես, դու պետքա ներես, որովհետև երբ որ դու ներում ես, գալիս է հաղթանակ։ Երբ որ դու չես ներում, քո գլխի վրա այդ օդի իշխանները, հա, Սատանան դժոխքում չի, հիշեք։ Սատանան ու իր բանակը իրանք դժոխքում չի, իրանք օդի իշխաններն են, այսպես կուտակվում են քո կյանքի վրա, քո գլխի վրա ու սկսում են ճնշել քեզի, փակում են երկինքը, որովհետև իրանք ունեն իրավունք։ Ինչի համար դու ունես խնդիր, դու ունես չներել։ Գիտեք, այստեղ արդեն պայքար է գնում երկնքի ու երկրի մեջ, բայց որոշում ենք մենք, երկինքը կբացվի, կցրվի այդ խավարը իմ վրայից, թե կպահեմ ես այդ խավարը։ Գիտես, հենց դու ներում ես, որովհետև Աստված է ներում, այս խավարը ցրվում է։ Սա ռեալ բաներ է։ Մենք դա չենք տենում, բայց դա հոգևոր դաշտում տեցա, սա ռեալ բաներ է։ Օդի իշխանները քո գլխի վերևից ցրվում են եւ բացվում է լույս, բացվում է Աստծո պատոհանը երկնքի եւ սկսում է շողալ Աստծո լույսը քո վրա։ Դա հաղթանակ է։ Ինչքան երկար մարդը մնա այդ մթության խավարի տակ, այս օդի իշխանների ճնշման տակ, այդքան դու կարող ես անգամ հոգևոր եւ ֆիզիկական հիվանդություններ ձեռք բերես։ Եվ դա սատանայի գործն է, գիտեք, սատանան գիտեք խեա գալիս, որ սպանի մարդուն, գողանա մարդուն, украсть, убить и погубить, ոնց է հայերեն, և կորցնի մարդուն, կորցնի հավիտյան դժոխքի մեջ, դա իր կամքն է սատանայի, բայց Հիսուսը եկավ, որպեսզի մենք կյանք առնենք, Հիսուսը եկավ, որպեսզի ասի, նայեք ինձ, ինձանից սովորեք, Հիսուս ինչ է, հենց եկավ իր առաջի բառերն էր, որ ինքը խոսեց, ասում սովորեք, ես հեզ եմ, սրտով խոնարհ եմ ու հեզ եմ, նայեք ինձանից սովորեք, այս հենց է,
Թագավորն եմ ես, թագավորների թագավորն է Հիսուսը, բայց ասում եմ հենց ինչ խոնար եմ ես այս աշխարհում, այս աշխարհը ասում եմ հա ես թագավոր եմ, բայց այս աշխարհից չեմ ես։ Դա համար պետք չի այս աշխարհում մենք ինչ որ sense կոպիտ ասած վեր թռնենք, ինչ որ բաներ ցույց տանք, մենք պետք է այն խոնարհությունը ունենանք։ Թող հա մարդիկ մեզի չհասկանան, պետք էլ չի։ Ես չեմ ապրում, որպեսզի մարդը ինձ մարդու կարծիքների համար, չէ՞, շատերս մենք ապրում ենք կամ չենք ներում, որպեսզի ցույց տանք ուրիշին, «Յա ոնց կարանք ներենք, ներեն, որ այն էլ իմ վրա ծիծաղա»։ Սրան ներեն, որ իմ վրա ծիծաղան, ասեն, «Քո երեսին թքեցին, բայց դու ներեցի»։ Գիտեք, այդ կյանքով պետք չի ապրել, որովհետև եթե դու ապրում ես մարդկանց կարծիքների համար, թե քո մասին ինչ կկարծեն, դա պարտություն է, դու արդեն պարտվել ես, դու արդեն իջել ես այս խավարի մակարդակի մեջ ես ապրում։ Բայց երբ որ դու ապրում ես, դու քեզ համար կարևոր է Աստծո կարծիքը, դու բարձրանում ես այս մակարդակից։ Դու բարձրանում ես։ Քեզ հետաքրքիր չէ մարդիկ ինչ կխոսան, ոնց կկարծեն, կա ծաղրեն քեզ, կա վատ բաներ հետևիցդ խոսան, բան բասեն։ Դա տենց էլ լինելու է, Հիսուսի հետևից էլ էին խոսում։ Բայց Աստված քեզ գնահատական է տալու։ Աստված քեզ գնահատական է տալու։ Քեզ ասելու են ճիշտ արեցի։ Քո մասին խոսալու է երկինքը։ Ոնց որ հոբի մասին խոսած երկինքը։ Աստված խոսած ասեց, տենում ես իմ ծառային, այդտենց քո մասին են խոսալու, երբ որ դու ուզենաս նմանվես Հիսուսին։ Աստված պատկերացնում ես իր հրեշտակների մոտ քո մասին է խոսալու։ Հիսուսը քո մասին է խոսալու։ Երբ որ դու չես ամաչում այս պղծված աշխարհից, երբ որ Հիսուսի անունն են տալի, չես փախնում, այ ասում ես, այո, Հիսուսը թագավորում է, Հիսուսը Տեր է։ Հիսուսը քո անունը դավանում է երկնքում։ Եկեք ապրենք նենց, որ մեր անունը շուշուտ դավանի երկնքում, ամեն, որ մեր անունները Հիսուսը շուշուտ տա։ Հոր մոտ, հրեշտակների մոտ, ինչքան շատ ճանաչվենք երկնքում, այնքան մեր օգուտն է։ Դրա համար ապրեն նենց, որ երկնքի կարծիքը կարևոր լինի քո համար, ոչ թե այս աշխարհի կարծիքը։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Եկեղեցին այն վայրն է, որտեղ մարդու կյանքը փոխում է։ Եթե միայն Հիսուս Քրիստոսի եկեղեցին քարոզում է այն, ինչ Հիսուս Քրիստոսը սովորեցրել է։ Ուրիշ Քրիստոսների պետք չի հավատալ, ուրիշ, չգիտեմ, այսօր շատ կամ տենց սուտ Քրիստոսներ են քարոզում, բայց մենք պետք է մեր Հիսուս Քրիստոսին ճանաչենք իր խոսքով։ Ոչ թե մենակ լսածով, չէ, ասում է լսել ես այն մարդուն, հա մեկ-մեկ հարցնում է, այս մարդուն ճանաչում ես։ Ես ասում եմ, հա լսել եմ ես այդ մարդու մասին, բայց ես իրան չեմ ճանաչում։ Հիմա շատ դեպքեր կա, որ ասում են լսել ես Քրիստոսի մասին, կամ խոսում են Քրիստոս են, չէ, քարոզում։ Այսօր շատ կա սուտ Քրիստոսել են քարոզում, ոչ ճիշտ Քրիստոս, որ ինքը ընդհանրապես նման չէ իսկական Քրիստոսին։ Հա, մարդիկ կան լսում են, ասում են, հա, ճանաչում եմ, ոչ չեմ ճանաչում, բայց դու չես ճանաչում։ Դու պետք է իր խոսքը ուտես, որ դու իրան ճանաչես, ոչ թե քեզ ասեն ով է ինքը, այլ դու իմանաս ինքը ով է քո սրտի մեջ։ Դու պետք է ամեն մարդ պետք է հանդիպում ունենա կենթանի Աստծու հետ ինքը իր սրտում։ Դա հենց այդ օծության մասին էր Հիսուսը խոսում, երբ որ այդ օծությունը գրած է քո սրտի մեջ կա, այլ պետք չի որ ինչ-որ մեկը գա քեզ սովորացնի, ճանաչի Քրիստոսին, ճանաչի Քրիստոսին, դու կասես ես իրան ճանաչում եմ։ Ինքը իմ սրտի մեջ է, որովհետև ինքը ամեն օր խոսում է ինձ հետ։ Ինքը ամեն օր խոսում է իմ սրտի մեջ եւ ասում է դու որդի ես, դու դուստր ես։ Ես էլ ասում եմ աբա հայր, փառք քեզ հայր։ Գիտեք, այս կապը մարդու ու Քրիստոսի մեջ միշտ ամեն օր պետք է լինի։ Դա այդ կապն է, այդ կրակն է, որ դու կապում ես։ Եվ որտեղ որ դու գնում ես, դու ունես իշխանություն խոսալու։ Այսօր մուսուլմանները եկեղեցիներ են Գերմանիայում առնում։ Շենքեր են առնում, որոնք որ արդեն հանգած են, չեն հավաքվում մարդիկ։ Ավետարանչական եկեղեցիներ են առնում։ Ու իրանք մտնում են, պղծում են այդ եկեղեցիները, դավանելով իրանց կրոնը։ Հակոբոս 2:17 խոսքից կկարտամ մինչև 20-ը։ Այնպես էլ հավատքը, եթե գործեր չունի, ինքն մեռած է։ Ըհը, միաստեղ կանգ առնեմ 17 խոսքում։ Այնպես էլ հավատքը գրած է, եթե գործեր չունի, ինքնին մեռած է։ Ըհը, հիմա նայեք, հավատքը ինչքան կարևոր
մասնա մեր փրկության, չէ՞։ Մենք փրկվում ենք հավատքով, ամեն։ Ոչ թե մեր օրենք պահելով կամ ինչ-որ գործերով, չէ՞։ Մենք փրկվում ենք հավատքով, բայց քո հավատքը, այդ հավատքը, որ քեզ պետքա փրկի, այդ հավատքը պետքա լինի կենդանի հավատք։ Այսինքն այդ հավատքը պետքա ունենա գործ, գործողություն։ Եթե քո ասած հավատքը, եթե դու ասում ես իմ հավատքը ինձ փրկում է, գործողություն չունի, այսինքն դու ինքդ քեզ, եկեք գիտեք ոնց է, մեզի վիդեոյով են նայում, ես մենակ մեզ չեմ խոսում, բոլորին, ով որ մեզ նայելու է։ Այդ հավատքը, որը քեզ պետքա փրկի, պետքա ունենա գործ։ Եթե քո հավատքը գործին, Աստծո գործին չի համապատասխանում, մենք պետքա ուրեմն շատ լուրջ լինենք, ինքներս մեր հետ լինենք ճշմարիտ, ու ասենք մի րոպե հələ։ Ես ուրեմն ճիշտ ոնց որ ճիշտ ճանապարհի վրա չեմ, որովհետև ես ասում եմ, որ ես քրիստոնյա եմ, բայց քրիստոնեական արժեք չունեմ դեռ։ Ես դեռ չեմ կարողանում ներել։ Ես դեռ նեղացած եմ մարդկանցից։ Ես դեռ նեղացած եմ շատերից կամ ինչ-որ մեկից։ Դա նշանակում է, որ քո հավատքը մեռած է։ Եվ հարց. կարա մեռած հավատքը մարդուն փրկել։ Շատ կարևոր հարց է, գիտեք։ Սա կյանքի ու մահվան հարց եմ ես հիմա խոսում։ Էսի ստից բաներ չեմ խոսում։ Կլինի կստացվի մոտը, չէ։ Այդտենց բաներ այսօր չեմ խոսում։ Դա շատ կարևոր բան եմ խոսում։ Սա մահի ու կյանքի հարց է։ Սա շատ լուրջ հարցերից է քրիստոնեության մահի ու կյանքի հետ կապված։ Ներելը։ Եթե իմ հավատքը չունի ներելու գործողություն, որը որ ներում է, իմ հավատքով ես ներում եմ, ուրեմն իմ հավատքը մահացած է։ Ուրեմն այդ հավատքը չի կարա ինձ փրկի։ Հիսուսը պարզ ասում է, հեսա կհասնենք այդ հատվածների։ Բայց մեկը կասի, դու հավատք ունես, իսկ ես 18-րդ խոսքը, իսկ ես գործեր։ Ցույց տուր ինձ քո հավատքը առանց գործերի, ես էլ ցույց կտամ իմ հավատքը իմ գործերով։ Ում ենք մենք ցույց տալիս մեր գործերը, մեր հավատքի գործերը։ Առաջինը Աստծուն եւ մարդկանց։ Այսինքն Աստծուն եւ մարդկանց։ Աստված գրած է սիրտ քննողը, հիշում եք։ Աստված սիրտ քննողը, այսինքն ո՞նց է Աստված քո սիրտը քննում։ Չէ, դու հավատք ունես, մեկի Աստված տեսնում է քո գործը ու ինքը հասկանում է, ահա, այս մեկը սկսեց հավատալ, այստեղ սկսեց հավատքը կենթանանալ, որտեղ ինքը կարողացավ ներել։ Անցած անգամ ես ասում եի, որ մենք ռոբոտ չենք, նե՞ չի Աստված ոնց որ բան արել, հա, մարդուն ծրագրավորել է, ինքը 10 հոգու կների, 5 հոգու չի ների, այսօր շատ են, չէ՞, տենց բաներ խոսում։ Ինչ որ ծրագրավորած է, ինչ որ սեն դրածա տենց է պետքա լինի, չէ՞։ Գրած է Աստված սիրտ քննողը։ Ոնց է Աստված մեր սրտերը քննում, մեր գործերով, մեր քայլերով, մեր կյանքով, մեր ընտրություններով։ Ես ինչ եմ ընտրում իմ կյանքում։ Ներեմ այս մարդուն, թե չներեմ։ Թե նեղացած մնամ ես այս մարդուց։ Երբ որ ներում եմ, Աստված տենում է իմ սիրտը։ Հետո մի ուրիշ փորձություն եմ ասում, էլի ներում եմ, էլի տենում է։ Աստված ասում է, ահա ինքը սովորեց ներել։ Իր հավատքը կենթանանում է։ 19-րդ խոսքը։ Դու հավատում ես, որ Աստված մեկն է, լավ ես անում, բայց դևերն էլ են հավատում ու դողում։ Այսօր մարդիկ ասում են, մի հատ կին ունենք եկեղեցում, ռուսական եկեղեցում, ասում եմ, ամուսինդ խի չի գալիս։ Մեկ գալիս է, մեկ չի գալի, ասում է, դե ինքը հավատում է, ասենց ինձի հանգստացում է, էլի, ասում է, դե ինքը հավատում է։ Ասում եմ, այսինքն հավատում է։ Ասում ամեն ինչ նորմալ է, ինքը հավատում է։ Գիտեք, մենք այսօր պետք է լինենք նենց, որ մեր ամուսինները, կանայք ձեզ եմ ասում, ձեր ամուսինները կտրեք սատանայի ճանգերից, թող ձեր կողքը նստեն Քրիստոսի մեջ, եկեղեցում։ Այսօր շատերը կանայք են եկեղեցում լցված, բայց ամուսիններին սատանան պահել է իր ճանկերի մեջ։ Պոկեք ձեր ամուսիններին։ Ինչի գիտես կին, որ ու չես փրկի քո ամուսնուն։ Տերը ասում է կփրկես, որտեղ քեզ զորություն եմ տալիս։ Քեզ տալիս եմ իշխանություն ոտնակող անելու դևերին։ Քեզ կինը կանգնի գրած է, չէ՞, հիշում ես կին։ Կանայք ինչու չեք հիշում այդ հատվածները, երբ որ Աստված ասում է, դուք կկանգնեք, կողք կտակ օծի գլուխը։
Այդ օծի գլուխը, որը պահել է, որ ասենք փաթաթվել է այդ ամուսինների վզից ու չի թողում, գան տիրոջ այդ օծի գլուխը ոտնակոխ արեք, ջախջախեք այդ օծի գլուխը։ Թող բաց թողնի ձեր ամուսինները, թող ձեր ամուսինները ձեր կողքը նստեն։ Գիտեք, հավատքը մենակ, որ ասում են հավատում ենք, որ ինքը ասում է հավատում է, որ Աստված կա։ Ասում են, բայց դա շատ քիչ է։ Այստեղ գրած է, որ դևերն են հավատում, որ Աստված կա, բայց դեռ բան չի ասում, այդ հավատքը չի փրկում։ Հետո ինչ որ հավատում ենք Աստված կա, դա ծիծաղալու է ուղղակի։ Այսօր շատ գիտնականներ ասեն նորություն են հորինում, ասում են մենք գիտությունով պարզեցինք, որ վերջապես հասկացանք ինչ-որ մի գիտնական, որ Աստված կա։ Ասես մտածում եմ, ասում եմ, լուրջ, այս նոր խելքի ընկաք, հա։ Էս ինչ հիմարություն է։ Անգամ կենթանիները գիտեն, որ Աստված կա։ Գրած է առույցը մռնչում է, ասում է Տեր, սոված եմ ինձի հաստուր։ Անգամ կենթանիները գիտեն Աստված կա, այս գիտնականները նոր են խելքի ընկնում, որ Աստված կա։ Փաստորեն։ Գիտեք, իմանալ Աստված կա թե չկա, դա դեռ ոչ մի բան չի ասում։ 20-րդ խոսքը, բայց դու ուզում ես իմանալ, հիմար մարդ, որ հավատքը առանց գործի մեռած է։ Այսինքն հավատքներ կա, որը որ մեռած է։ Իսկ այն մարդը, որ կարծում է, դա հավատքն է, ես հավատում եմ, всё, ես հավատում եմ, ես եկեղեցի եմ գալի, ախպեր թողեք, էլի, ասում ես ծխել է գոնը, ծխել է թարգի, ասում դե լավ, էլի կթարգեմ, էլի։ Ասում եմ, արի եկեղեցի, ասում եմ, Աստված որ ուզենա կգա, ես հավատում եմ Աստված կա։ Ասում եմ, այս ինչ խոսակցությունն է, այս ինչ էժան խոսակցություններ է ախր։ Ախր այդ հավատքը ձեզ չի փրկի։ Գիտեք ինչքան լուրջ է այս ամեն ինչը։ Ծաղրում է։ Հիսուսը այսօր ծաղրվում է շատերի կողմից։ Երբ որ հրեշտակները եկան Սոդոմ, Գոմոր, որ Հովտին ասեցին ընտանիքդ այդ փեսեքիդ ասած հելեք ասած վառելու է այս երկիրը։ Ծիծաղում են, ասում են կատակ է անում։ Այսօր մեզ էլի, քրիստոնյաներին էլ, ասում են կատակ են անում, հա, հավաքվում են իրանց համար հալելույա, քույրս, եղբայրս, այս կատակ են անում իրանց համար։ Հեսա մի օր Տերը կվերցնի այդ քույր եղբայրներին, կտենամ դուք ինչ եք անում։ Քանի ունենք ժամանակ, պետք է աղոթենք, պետք է կանգնենք աղոթի, պետք է դավանենք, պետք է շատ դավանենք, պետք է շատ աղոթենք, շատ դավանենք Աստծու խոսքը մեր ընտանիքների վրա, մեր երեխաների վրա, մեր ամուսինների, մեր կանանց, մեր ընտանիքի փրկության համար, մեր հարևանների համար, մեր գոլեգաների համար, եթե քո ընտանիքում արդեն դու լուծել ես այդ հարցը, փրկության են բոլորը եկել, գնա էլի գրավի տարածքներ, էլի տարածքներ գրավի Տիրոջ համար։ Գիտես դու քո վարձքը կստանաս երկնքում։ Դու քո մեծ վարձք ամեն մի անձի համար, մեկ անձը փրկված, մեկ անձը գրածը ավելի թանկ է, քան մեծ աշխարհը իր բոլոր հարստություններով վերցված։ Մեկ անձը, դրա համար մենք պետք է շատ գնահատենք, մենք պետք է ողորմած լինենք Աստծու պես ամեն մի մարդու համար, որպեսզի ամեն մարդ ինքը կարա պոտենցիալ փրկված լինի Աստծու արքայության մեջ։ Կարա ինքը, որովհետև դա նրան էլ է տրված, Հիսուսը նրա համար էլ է խաչվել։ Քրիստոնեության հավատքը ճանապարհ է։ Հիսուս Քրիստոսը մեր ճանապարհն է։ Ճանապարհ դեպի ուր։ Դեպի Աստված, դեպի Հայր, որը մեզի արարել է, որը մեզի ստեղծել է։ Հիսուսը դարավ ճանապարհ իմ ու քո համար։ Իր հոգին էլ մեզի առաջնորդում է այդ ճանապարհի մեջ։ Գիտես, Սուրբ Հոգուն դա ուղղակի բառ չի, որ մենք ասում ենք Սուրբ Հոգի։ Ես մի օր Սուրբ Հոգու մասին մի քիչ խոսեմ, ես շատ եմ սիրում այդ թեման, ես շատ եմ սիրում Սուրբ Հոգու հետ խոսամ, հաղորդակցվեմ։ Դա շատ կարևոր է։ Այսօր մարդիկ շատերը բաց են տալու, շատ եկեղեցիներ Սուրբ Հոգուն չեն էլ ուզում լսեն սկի Սուրբ Հոգու մասին։ Չեն էլ ուզում պատկերացնեն սկի, բայց առանց Սուրբ Հոգու դու կմոլորվես, դու չես կարող այդ ճանապարհը անցնել, որովհետև այդ ճանապարհը բաց է, այդ ճանապարհը մենակ կարա ուղղորդի մարդուն Սուրբ Հոգին։ Առանց Սուրբ Հոգու հնարավոր չի։ Հնարավոր չի։ Ամեն մի աստվածային էություն Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին իրանց դերակատարությունը պետք է ունենան մեր փրկության համար։ Մեր փրկության համար։ Մենք չենք կարող առանձնացնենք Սուրբ Հոգուն, ասենք
Սուրբ Հոգին կապ չունի իմ փրկության հետ։ Չի կարա այդպես բան լինի։ Եթե դու Սուրբ Հոգուն անտեսես կոպիտ ասած, դու չես կարա փրկվես, որովհետև դու այդ ճանապարհը չես կարա անցնես, դու պետք է անցնես Սուրբ Հոգով։ Սատանան մի հատ քեզ ասես բուհանես, ասես վախցնիկ փախնելու ես։ Մի անգամից փախնելու ես։ Պետրոսի նման ասես, օ, չէ, չեմ ուրանա։ Հիսուսը ասես կուրանաս, չէ, չեմ ուրանա։ Ասես կուրանաս։ Գիտեք, որտեղ Սուրբ Հոգու զորությունը չկար։ Ու եթե Պետրոսը ուրացավ, յուրաքանչյուր մարդ կուրանա, ոչ մեկ էլ չի կարա կայուն մնա, դրա համար մենք պետք է հասկանանք, որ մեզ տված է Սուրբ Հոգի, որպեսզի մենք հետևենք Սուրբ Հոգուն։ Մենք պետք է ունենանք ձգտում դեպի Աստված։ Սեր, Աստծո սեր, Աստծո հավատք։ Այդ ձգտումը եթե մենք ունենք մեր սրտերի մեջ, ձգվենք դեպի Աստված, գիտեք Սուրբ Հոգին տանելու է մեզի, բայց մենք պետք է ուզենանք։ Եթե sense մենք են կապրիզն երեխեք կան, sense որ տեսել եմ մեկ-մեկ, մեր երեխեք փարկասուտ են չեն եղել, sense խանութում որոնք գնում են, ոտերները խփում են գետին, ինչ որ բան են ուզում, մաման կամ պապան sense բռնած քաշ են տալիս։ Գիտեք, մենք տես չպետք է լինենք։ Աստված ասում է մի եղեք են վայրի ձիերի պես, հա, ես ռուսերենից եմ մեկ-մեկ թարգմանում, կներեք եթե վայրի ձիերի պես, որ sense պետքա վայրի ձիերին տենց են, չէ՞, դաստիարակում, sense պետքա այնքան են ծեծում, ինչը sense ինքը հասկանում է, որ պետք է հնազանդ լինի։ Պետք է անի այն, ինչ որ իր տերն է ուզում։ Աստված ասում է՝ մի եղեք այդ վայրի ձիերի պես, որոնց պետք է սանձեն։ Ինչի՞, որովհետև մենք չենք թույլ տալի, եթե մենք չենք սանձված, խոնար չենք, մենք չենք թույլ տալի, որպեսզի Սուրբ Հոգին անցկացնի մեզի, տանի մեզի։ Մենք սկսում ենք գոռոզանալ, մենք սկսում ենք մեր դիրքորոշումները սխալ, մեր շնչավոր որոշումները անել եւ խանգարում ենք Սուրբ Հոգուն իր աշխատանքին մեր կյանքում։ Ինչքան մենք հնազանդ լինենք Աստծուն, ինչքան շուտ մենք հնազանդվենք Աստծուն, իր ձեռքերի մեջ տրվենք, այնքան շուտ փոփոխություններ կլինի մեր կյանքում։ Այնքան շուտ կփոխվի մեր էությունը, մեր միտքը, մեր սիրտը, այնքան շուտ մենք կնմանվենք Հիսուս Քրիստոսին, որովհետև դա Աստծո նպատակն է մեր կյանքում, որ մենք նմանվենք Հիսուս Քրիստոսին։ Հանձնվեք Աստծուն։ Գիտեք, ինքան քաղցր է Աստված, այնքան սիրուն է Աստված, արարում ամեն ինչը, ինչքան շատ հանձնվես Աստծուն, այնքան գեղեցկություն է Աստծո կտեսնես քո կյանքում, քո ընտանիքում, կտեսնես ինչքան գեղեցիկ է մեր Տերը, ինքը ոչ մի վատ բան չի անում, ոչ մի վատ բան չի նախատեսել անի քո կյանքում, հակառակը ինքը ուզում է ծաղկացնի քո կյանքը, անգամ սկսած է այս աշխարհից, անգամ սկսած տեղից, ինքը ուզում է որ դու ունենաս լավ ընտանիք, ծաղկող ընտանիք, լավ տուն, լավ երեխաներ, լավ կին, լավ ամուսին, հասկանում եք, դա գեղեցկություն է, բայց երբ որ մենք մերն ենք առաջ տանում, Աստծուն թույլ չենք տալի աշխատի մեր հետ։ Ղուկաս 9-րդ գլխում 23-րդ խոսքում գրած է. Եվ նա բոլորին ասեց. եթե մեկը ուզում է ինձ գալ, իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը եւ իր խաչը վերցնի իմ հետևից գա։ Եթե մեկը ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, ամեն օր իր խաչը առնի ու իմ հետևից գա։ Ամեն օր։ Այստեղ այնքան հետաքրքիր է, այս թարգմանության մեջ տենց գրած չէ, բայց այստեղ այնքան հետաքրքիր է, որ էսի շատ լավ խոսք է, որ գծա ամեն օր։ Որտեղ գիտեք Հիսուսը ասում է՝ մի ապրի վաղվա օրով, ոչ էլ ապրի անցյալով։ Մեկը կա, որ ուզում է, որ դու ապրես անցյալով, կամ էլ թե լինես, ասում է գրածա, հիմար երազողներ, հա, ինչ որ բաներ են երազում, ապրում են ապագայով, բայց դա դեռ չկա։ Ապրի ներկայով, դրա համար գրածա, ամեն օր իր խաչը առնի ու իմ հետևից գա։ Գիտեք, Հիսուսին հետևել, այսինքն գնալ այդ ճանապարհով, մենակ կարաս մի ձև անես, քո անձը ուրանաս։ Եթե դու քո անձը չուրացար, գիտես ինչա լինելու, դու չես կարա ներես երբեք, որովհետև ամեն նեղացկոտություն կպնում ամենագիտեք որտեղ, անձին է կպնում, չի կպնում քո հոգուն, չի կպնում քո մարմնին, կպնում է քո անձին, անձը էդի ռուսերեն էդի դուշան է, էդի քո շունչն է, էդի քո շնչավոր մակարդակն է, ես, էդի քո եսն է,
Էդի քո էգո կենտրոնն է, որ ես, չէ, շատ մարդիկ գիտեն իրանք են մեջտեղում, բոլոր ամբողջ աշխարհը իրան շուրջ է պատտվում այսպես։ Էդի անձն է, հենց եսն է։ Հիսուս ասում է էդի ուրացի, որովհետև մեջտեղում կենտրոնում ամեն ինչի տիեզերքի կենտրոնում Հիսուս Քրիստոսն է։ Իսկ մենք բոլորս իր շուրջն ենք պատտվում։ Մի դիր քո անձը կենտրոնում, որովհետև Հիսուսն է կենտրոնում։ Ուրացի քո անձը, որովհետև որ չուրանաս, այդ ցավը, այդ չներելը, որովհետև այդ չներելը միշտ լինելու է քո կյանքում, քեզի միշտ նեղացնելու են։ Հնարավոր չի որ դու չնեղանաս։ Հնարավոր չի որ ինչ որ մեկը քեզ չնեղացնի։ Դա հնարավոր չի։ Ուզում ես ցավը զգաս։ Ուզում ես այնքան նեղացած մնաս, մինչև ինֆարկտի հասնես, թե ուզում ես ուղղակի ասես Տեր, ես ուրանում եմ իմ անձը ու ներում եմ, ու հանգստանում ես, ու գալիս է հաղթանակ քո կյանքում։ Մենակ տենց մենք կարանք Քրիստոսի հետևից գնալ, որովհետև Աստված երբեք չի ների մարդուն, եթե մարդը չների մարդուն։ Էլի եմ ասում, Աստված երբեք չի ների մարդուն, եթե մարդը չների մարդուն։ Մարդը խնդիրը ստեղծեց այս աշխարհում։ Մարդով էլ այդ խնդիրը լուծվում է։ Ու մենք էլ պետքա մեր փայ այդ խնդիրը լուծողներ լինենք։ Մենակ չթողենք Հիսուսի վրա սա։ Այնա սաղարել է մեր տեղը, դավայ, սկսենք մեր համար ապրենք ոնց ուզում ենք։ Ում ուզենք նեղացնենք, մեզ էլ թող նեղացնեն, մենք էլ չներենք, չէ, տենց չի։ Ինքը ներեց, ոսես դուք եք ներեք։ Դուք եք ներեք։ Գիտես այսօր ինչ եմ ուզում ասեմ քեզ, որ եթե ինչ-որ նեղացկոտություն ունես, ներես անպայման։ Ներես ու թույլ տաս, որպեսզի Սուրբ Հոգին քեզի տանի առաջ դեպի Աստված, որովհետև մենք իր մոտ ենք գնում։ Ուրացի անձը, թող Պողոսի նման քո կյանքը շարունակվի, Պողոսի նման թող քո կյանքը լինի, երբ որ ասում է աշխարհը իմ համար խաչված է, ես էլ աշխարհի համար եմ խաչված։ Հիսուսի հետ մեռել ենք, Հիսուսի հետ էլ հարություն ենք առել ու ապրում ենք Հիսուսով, ապրում ենք նրա փառքի համար։ Ինչ է մեր կյանքը։ Առանց Աստծո ինչ կյանք։ Մարդիկ կան ասում են իմ կյանքը ոնց, էսի ինձ է տված այս կյանքը։ Այն անարակ որդիների պես են, չէ՞, մարդիկ մեկ-մեկ լինում։ Ասում են, էսի ինձ է տված։ Մի րոպե դու որտեղից վերցրեցին էդի։ Ո՞վ տվեց քեզ այդ կյանքը։ Ոնց թե իմ կյանքը։ Դու կյանք չունես, դու հողու փոշի ես, դու ոչ մի բան ես։ Սիրելի մարդ, դու ոչ մի բան ես։ Աստվածը մեզի կյանք տվել։ Մենք պետք է հաշիվ տանք Աստծուն մեր կյանքերի համար, մեր ամեն օրվա համար։ Դրա համար գրած է ամեն օր իր խաչը առնի ու իմ հետևից գա։ Իսկ խաչն էլ էդի այն զենքն է, որ դե քո անձ պետք է ուրանաս։ Էդի միանգամվա չէ, ասենց մի անգամ ուրացանք, չէ, որովհետև ադամական էությունը քո մեջ էլի ասենց բարձրանալու է։ Քեզ մի հատ էլ է նեղացնելու, քո կպնելու է քո անձին, էլի ասենց բարձրանալու, քեզ սկսի կոնտրոլ անել քո ադամական հիմ բնությունը, բայց դու պետք է քո խաչը միշտ ունենաս, որ հանես խաչին։ Ես ներում եմ, ես ուրանում եմ իմ անձը, Հիսուսի հետ խաչված եմ, Հիսուսի հետ հարություն եմ առել, կյանք եմ ստացի ու ապրում եմ։ Մենք պետք է ամեն օր էդի անցնենք։ Երբ որ քեզ նեղացնում են, միանգամից հիշի Հիսուսի խաչը։ Ու դու էլ քո խաչը հետդ տար, որպեսզի բարձրացնես քո խաչի վրա քո անձը, երբ որ ինքը չի ուզում ների, երբ որ ասում է ես, ինձ կպան, ինձ նեղացրեցի, երբ որ քո անձը սկսում ասել ես, միանգամից հանի խաչի վրա։ Մի թող երկար ասի ես, դա քեզ վնաս է բերելու։ Մեզ անհրաժեշտ է, որպեսզի մենք ամբողջական նվիրվենք, տրվենք Հիսուս Քրիստոսի, ամբողջական, ոչ թե 90%, ոչ թե 95%, ոչ թե 50%, ոչ թե 99%, այլ ամբողջովին նվիրի քո կյանքը Քրիստոսին, որովհետև ինքն էլ ամբողջովին տվեց իր կյանքը, ինքը մենակ չասեց, լավ, ինձից ծեծեք ու հերիք ա, всё, ես իրանց տեղը մի հատ ծեծ կերալավ ու հերիք ա, կամ այս ձեռից մեղեք, այն մյուսին չմեղեք։ Թե ինքը ամբողջովին տրվեց, ամբողջովին, գիտեք ինչ է վերած, ձեն չէր հանում Հիսուսը, երբ որ իրան տանջում էին քո մեղքերի համար, ձեն չէր հանում, գառան պես ձեն չէր հանում, չէր ասում մի արեք, դա գիտես ինչ է նշանակում, որ ինքը ամբողջովին տրվեց քո համար,
որտեվ շատ սիրեց քեզի։ Իսկ ինչ է մարդուն ներելը, որ մենք դժվարանում ենք դա անենք։ Գիտեք, ես հաշվեցի այդ փողային հաշվարկով, որ մարդը մարդուն պարտքեր ու չկարողացավ, ինքը գնաց ասես հետ տուր ինչ որ ինձ պետքա տաս, գիտեք, մոտավորապես 400 թե 500 եվրոյի չափով գումար էր դա անում։ 400-500 եվրոն ինչ է, որ խոսքի մարդը չկարողանա ների։ Բայց այսօր այդ փողի համար կարող մարդիկ կռիվել անեն։ Լավ, դա ուղղակի փողով է, օրինակ է բերվում, բայց դա այնքան փոքր է, այն պարտքի դեմ, որ մենք Աստծուն ունենք։ Ու այդ մեծ պարտքը, որ Աստված մեզ ներել է, մենք պետք է ուրախությունից այսօր ներենք բոլորին։ Ուրախությունից, որովհետև մեզի այնպես մեծ պարտք է ներվեմ, որ մենք կյանքում չէինք կարա դա փագեինք։ Դա համար մենք էլ պետք է կարողանանք սովորենք Աստծուց ներել։ Իսկ ներելու համար էլ եմ ասում, քեզ պետք է խաչը, քեզ պետք է ամեն օր քո խաչը հետևիցդ տանես, որ քո անձը ուրացնես, որ Հիսուսի հետևից գնաս, որովհետև հենց եկավ խնդիրը, դու սենց կանգնելու ես։ Պատկերացրու դու ճանապարհ ես անցնում, խնդիրը եկավ, այսպես կանգնելու ես, всё, դու քո անձը այսպես կանգնելու է։ Գիտես, երբ առաջ էլի կգնաս հոգևոր կյանքում, կբարձրանաս, սենց ասեմ, հա, ուղիղ չէ, այսպես մեր ճանապարհը դեպի վերև է, այսպես է։ Գիտես, երբ էլի կսկսես բարձրանալ, երբ որ ներես։ Հենց ներում ես, գալիս է հաղթանակ, դու էլի սկսում ես բարձրանալ Տիրոջ մոտ։ Հետո էլի խնդիրներ է գալու։ Հետո էլի ես ներում, հանում ես անձդ խաչի վրա ու տենց բարձրանում։ Գիտեք, դա ճանապարհ է, դա նեղ ճանապարհ է։ Դու պետք է քեզ միտեղ զսպես, միտեղ քեզի ուրանում ես, ցավում է քեզ ինչ-որ միտեղ, ճիշտ է, դա ցավալի է։ Միտեղ քեզի նեղում ես, որ անցնես այդ ճանապարհը, մի հատ ժայթքես, հա, ոնց է այդ հայերեն, մի հատ բացվի ճանապարհ բացվի, ոնց ճեղքես անցնես, այո, դա պետք է մենք անենք, ու այդ պահը ցավալի է, որ մենք անում ենք, բայց Հիսուսը ասում է, ով մինչև վերջ դիմանա, նա կփրկվի։ Ամեն։ Վերջի տեղն ենք կարդում, այս աղոթք կանենք։ Տերունական աղոթքում Հիսուսը ասում է, այս սենց աղոթեք, ասում է սենց աղոթեք, եւ ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին, չէ՞։ Նույն ձևի մենք դավանում ենք Աստծու դեմը, ասում ենք Տեր, ներիր մեզի նույն այն չափով, հենց այնքան, ոնց որ մենք ենք ներում։ Всё, Հիսուսը արդեն դա խոսացել է։ Ինչ որ Աստված իր բերանից բաց է թողել, դա չի կարա էլ ինքը հետ վերցնել, էլ ինքը հետ չի վերցնում։ Ասել է, խոսք է խոսացել, դա օրենք է դարել, տիեզերքով մեկ, ամբողջ հոգևոր աշխարհում դա օրենք է դարել։ Ինչ որ ոնց ներում ենք, տենց էլ Աստված է մեզ ներում։ Դա սկզբունքը, այո, հոգևոր սկզբունքը, որ մենք պետք է դա լավ իմանանք ու դրանով առաջնորդվենք։ Եվ վերջի տեղն եմ կարդում այդ աղոթքան։ Մատթեոս 6:14-15։ Եթե դուք մարդկանց ներեք, նրանց հանցանքները, ձեր երկնային Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք, նրանց հանցանքները, ապա ձեր Հայրն էլ ձեզ չի ների։ Պարզ ու կոնկրետ Հիսուսը ասում է։ Պարզ ու կոնկրետ Հիսուսը ասում է։ Գիտեք, այդ ներելը շատ կարևոր է, որովհետև այդ չներելը դա թակարդ է։ Սատանան քեզ գցում է ծուղակի մեջ, սատանան քեզի բռնում է իր ճանկերի մեջ ու սկսում է ուտել քեզ մեջից, այսպես կամաց սկսում է ցավացնելով քո անձը, քո շունչը սկսում է ուտել, հետո քո մարմնին է կամաց անցնում այդ վիրուսը, որ սկսում է հետո մարմնավոր հիվանդություններ է սկսում դուրս գալ, դու այդ ցավերը սա սկսում ես քո վրա զգալ, մենակ չներելու պատճառով։ Պատճառը չներելն է։ Հենց ներում ես, դու ազատվում ես, ինքը քեզ բաց է թողում։ Հենց ներում ես, ինքը իրավունք չունի։ Գիտեք, հոգևոր աշխարհը օրենքներ կա, բաներ կա, նես չի, որ ասես դևերը, սատանան ինչ որ ինչ ուզեն կանեն, չէ, տենց չի։ Պետք չի ամեն ինչ sense գցել սատանայի վրա, սա ինքն է մեղավոր, սա ինքն է մեղավոր։ Չէ, առանց Աստծու կամքի իսկի մի հատ թռչուն չի ընկնի վերևից։ Առանց Աստծու կամքի իսկի մի հատ մաս քո գլխից չի ընկնի։ Ինչի մասին է խոսքը։
Բայց ամեն ինչ ունի իր սկզբունքները, երկնային սկզբունքները։ Մենք պետք է ներենք, մենք պետք է առիթ չտանք սատանային, մեզի բռնի ու ուտի մեզի մեջից։ Հիսուսը մեզ սովորացրեց. ներեք, դուք էլ ներված կլինեք։ Իսկ երբ որ մենք ներված ենք, դրանց էլ լավն է, երանելի այն մարդուն, որ Աստված կների նրա մեղքերը, առանց ոչ մի գործողությունների, առանց ոչ մի ծիսակարգի, առանց մոմ վառելու, առանց ինչ-որ ավանդույթներ պահելու, երանի են մարդուն, որ Աստված կների նրա մեղքերը, հավատքով դեպի Հիսուս, ինքը ներեց, ես է կարամ ներեմ, ինչ է դրա եղածը, որ չներեմ, դժվար է, ճիշտ է, դժվար է, մենք թույլ մարդիկ ենք մի քիչ, բայց մենք այն փոքր բաները, Աստված մի անգամ ասես մեծ բան չի տալ, որ դու չկարողանաս ներես, հաստատ իմացի։ Անես բանը, որ դու հաստատ կարաս ներես, ինքը գիտի, որ դու կարաս հետի ներես, ինքը քեզ շատ մեծ բան դեռ չի տվել, այդ փոքրը ների, հետո մեծն է կլինի, մեծն էլ ես ներելու, բայց սկզբից այդ փոքր բաները մենք պետք է սովորենք ներենք, որպեսզի շարժվենք առաջ Քրիստոսի մեջ, ամեն, թող մենք լինենք այն եկեղեցին, որը սիրով է շարժվելու, որը Աստծո հոգով է շարժվելու, որը Աստծո քրիստոնեական գործերով է շարժվելու, որը ունենալու է հավատք, կենդանի հավատք եւ գործեր, ոչ թե մենակ խոսալու ենք, որ մենք քրիստոնյա ենք, մենք մեր գործերով պետք է ցույց տանք, որ մենք քրիստոնյա ենք, գիտեք ձեր գործերը, ձեր բարի գործերը լույս է, ոնց ենք մենք լույս դառնում, չէ՞, որ սենց ֆանարիկ չենք անում մեր գրպանը սենց լուսավորում սաղեն, մեր գործերով ենք մենք լույս լինում այս աշխարհում, որովհետև աշխարհը նկատելի է քեզ, ուզես թե չուզես, դու ներեցիր ինքը 1-2 ներեցիր, իր մեջ ինքը սկսելու է վառվի այն մարդը, ում որ դու ներել ես, ինքը սկսելու է իր մեջ տակնուվրա լինել, չհասկանալ ես ինչա կատարվում, ոնց կարելի է սենց, ոնց կարաս դու ինձ ներես, որտեղ այդ մարդը հասկանալու է իր սխալը։ Քանի չենք ներում, այդ մարդիկ իրանց սխալները չեն հասկանում, որովհետև այնտեղ սատանան իշխանություն ունի, բայց հենց ներում ենք, Աստծո իշխանությունն է գալիս անգամ այդ մարդու վրա։ Հիսուսը ինչ է սովորացնում, ասում է աղոթեք ձեզ անիծողների համար, բարեխոսեք, աղոթեք, օրհնեք, նվերներ տվեք, գիտեք չէ, նվերնել է դա շատ ուժեղ բան է, երբ որ մենք նվեր ենք տալիս, որովհետև մարդը ինքը իր մեջ պետք է ճշմարտություն խոսա, երբ որ դու ներում ես, դու Քրիստոսին ես նմանվում, իսկ մարդն է սկսում է տակնով վրա լինել, ինքը իր մեջ, հետո էլ մի օր կգա կծնգի ինքն էլ Աստծո դեմը, մենք պետք է մեր գործերով, մեր հավատքի գործերով լինենք այս աշխարհում լույս, սկսած մեր ընտանիքներից, ամեն, եկեք կանգնենք աղոթք